Ողջույն։ Ավելի քան 2 ամիս առաջ, երբ Ռուսաստանը սկսեց արգելել հայկական մի շարք արտադրանքներ, սրանք ասում էին ավելի լավ, կդիվերսիֆիկացնենք եւ արտահանումը կհնգապատկենք, կփոխհատուցենք, մեր ինքնիշխանությունը եւ նման բաներ։ Իրատեսներին, որոնք ասում էին Պուտինը քո վրա հաստ գիծ է քաշել, պատասխանում էր ինչ եք ասում, պայմանավորվել ենք ընտրություններից հետո հունիսի կեսին գնամ, հանդիպեմ, սաղ հարցերը լուծենք։ Ոչ միայն չհանդիպեցին, այլև ընտրություններից միայն 50 օր անց Պուտինը համաձայնում է Նիկոլի հետ խոսել հեռախոսով։ Անգամ չէլ շնորհավորում, այն դեպքում, երբ Մակրոնը օր ու մեջ զանգում շնորհավորում է։ Տեքստերն են ուշագրավ։ Ըստ Նիկոլի հաղորդագրության, Նիկոլն ասել է, որ հայաստանյան ծագման ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին ու նաև խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրը կարգավորելու համար։ Ռուսների տեքստում սա չկա։ Ըստ նրանց, Պուտինը ընդգծել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Այսինքն, Նիկոլը զանգել խնդրել է արտահանումը վերականգնել, Պուտինն ասել է նախ դու հանրաքվե արա։ Այսինքն հանրաքվե արա, թող հայ ժողովուրդը որոշի, քեզ հետ գործ չունենք, քո խաղեր տալու լիմիտը սպառվել է։ Այս հեռախոսազանգից պարզ է, Նիկոլին չեն ընդունում, չեն հանդիպում հետը, չեն շնորհավորում եւ ասում են, ինչ պահանջել ենք ուժի մեջ է։ Նվաստացուցիչ զանգ նոր խնդիրներով։ Երբ ռուսական շուկան փակվեց մեր առաջ, սրանք դա մի բան էլ դրական էին համարում։ Ըստ երևույթին ինչ-որ խորհուրդներ էին լսել, թե որ ընտրություններում միանձնյա հանկարծ հաղթեց, ուզած-չուզած հետդ կաշխատեն։ Գուցե նաև խորհուրդ էին տվել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման դիրքից հանդես եկողներին, որ վնասես, Սամվել Կարապետյանին փակի տակ պահես, քրգործերը շատացնես, Քոչարյանի ելքը երկրից արգելես, Ծառուկյանին նստացնես, բիզնեսները ձեռքից խլես, Արտյուցին սպանես, Թևանյանին ռուսի լրտեսի մեղադրանք առաջադրես ու այս քայլերով շանտաժ անես Ռուսաստանին, որքան էլ գերտերություն լինի, քեզ լուրջ կընդունի, մեկ է, հետդ կսկսի բանակցել։ Մոսկվան ասում է, որ իր դիրքորոշումը անփոփոխ է։ Մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներով ինչ հայտարարություն ընդունել ենք, հավատարիմ ենք։ Քանի անգամ էլ Ծառուկյան բռնես, Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկես, մեր պահանջը ուժի մեջ է։ Դու մայիսից մինչև այսօր ամեն բանի մասին 90 հատ դիրքորոշում ես փոխել, մեր դիրքորոշումը անփոփոխ է։ Մի տարի, 2 տարի, 4 տարի, 8 տարի ֆռցրիր, խափիր, խաղեր տվիր, վերջ, լիմիտը սպառվել է։ Երեկվա զանգի ֆոնին գիտեք ինչ եղավ։ Ռուսաստանը հայտարարեց, որ կանխվել է հայկական 39,000 վարդի Բելարուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը։ Այս ազդակը շատ բան ասաց։ Ինձ թվում է զանգը Պուտինին եւ խնդրանքը ամոթ էր, թե Փաշինյանի համար, թե հատկապես Արևմուտքի համար, չէ՞ որ նրանք ասում էին, թե ճանապարհները բացել են Հայաստանի գյուղմթերքի առաջ ռուսական արգելքից հետո, որ Հայաստանը խնդիրներ չտեսնի։ Նիկոլը կոկորդ էր պատրում, թե հենց մենք դուրս գանք, ԵԱՏՄ-ն կփլվի, ԵԱՏՄ-ն իր գերեզմանն է փորում, բայց ինչու ես աղերսում այդ գերեզմանափորներին։ Բա ասում էիք արդեն դիվերսիֆիկացրել ենք, դեպի Եվրամիություն 80%-ով ավելացել է արտահանումը։ Օր ու մեջ գրառում էին անում, շնորհավորում ենք հայ ժողովրդին, հայկական ծիրանը հասավ Փարիզ, հասավ Սինգապուր, հասավ Պինգվինաշեն, բայց ինչ եք զանգել Մոսկվա ու խնդրում, եթե ամեն ինչ այդքան լավ է։ Նիկոլն իր ֆեյքերի պոակը տանում լցնում էր հանրայինի եթեր, ասում էին, այնքան շատ ենք արտահանում, որ վախենում ենք Հայաստան ուտելու բան չմնա։ Իրենց կարճ խելքով երբ ուզում էին ցույց տալ, թե Հայաստանին ձեռքից ձեռք են խլում, ուշքները գնում են մեզ համար, Ռուսաստանի պատժամիջոցները չեն ազդել մեզ վրա, ու ռուսները կտեսնեն, որ ոչինչ չստացվեց, խելքի կգան։ Ուղղակի ոնց որ Պուտինն էլ հմեկ է նայել, տեսել է, որ Հայաստանին բան չի մնում, սաղ արտահանում են Եվրամիություն, ասել է դե լավ,
Արգելեմ ներկրումը, թող իրենց ուտելու բան մնա։ Ու պտուղ բանջարեղենի արգելքին ավելացավ ձկնամթերքը, 15,000 տոննա փչանում է, կաթնամթերքը, հերթը մսամթերքինն է։ Այս ընթացքում համոզվեցինք նաև, թե որքան փուչ են Եվրամիության խոստումները։ Կորցրել ենք ռեալ շուկա եւ առաջարկ չկա։ Եվրամիությունն ասում է, հենա 50 միլիոն տվել ենք, բավարարվեք։ Մակրոնը, որ 10 անգամ շնորհավորել է Նիկոլին, քանի տոննա հայկական արտադրանքի առաջ է բացել Ֆրանսիայի շուկան։ Շաբաթը 6 անգամ էլ շնորհավորի, բերքը դաշտում փտելու է։ Շատ դու սպառես։ Պոմիդորի վրա ծիրան դնես, վրան ձուկ դնես ու մալինայով ուտես, անունը դնելով ինքնիշխանության բուտերբրոդ։ Մեկ է սիրում ես խառը բաներ ուտել։ Բա ասում եք հայկական արտադրանքը ուր ասես չի գնում։ Բայց ինչու եք զանգում ռուսներին խնդրում։ Այ ինքնիշխաններ, բա ամոթ չի։ Նիկոլ Պուտին զրույցի ռուսական տարբերակում չկատող գյուղատնտեսության մասին։ Դա իրենց համար մանր հարց է։ Հայաստանից ամբողջ արտադրանքը ռուսական շուկայի ընդամենը 0,5%-ն է։ Դա էլ այլ տեղերից բերում լրացնում են։ Տեսեք, Ռուսաստանը երեկվանից արգելել է հայկական կաթնամթերքը։ Հայկական պանիրի 80%-ը արտանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այդ 80%-ը չարտահանելով ոլորտը մեզ մոտ քայքայվելու է, բայց հայկական պանիրը ռուսականում փակվում է այդքանով հանդերձ ընդամենը 0,3%-ը։ Այս ամենը լուրջ ազդակ է Նիկոլին, որ դու քո նկարած 49%-ով ոչ մեկին պետք չես, ու նաև պետք չես Եվրամիությանը։ Նրանց համար բարդ չէր 2,5 միլիոնանոց փոքր երկրի գյուղապրանքի հարց լուծելը։ Չէ, ուղղակի պետք չես։ Եթե քո 49%-ը Վագն Հովակիմյանը ֆլոմասերով մի 70% նկարի, մեկ է, դու պետք չես։ Քեզ ով խորհուրդ է տվել, որ գազ տուր ընտրություններից հետո ռուսները խելոք հետդ կաշխատեն, խաբել են, սխալվել են։ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել չեն ուզում ու իր պատճառով տուժում է Հայաստանը, հայ ժողովուրդը։ Նիկոլի զանգը Պուտինին ոչինչ չկարգավորեց, ընդհակառակը, եթե ամեն ինչ չվատացնի։ Փաշինյան-Պուտին վերջին զանգը հունիսի 1-ին էր, որից հետո ասացին շատ ջերմ են խոսել, հեսա սաղ կկարգավորի այնինչ ժամեր անց Ռուսաստանը արգելքները ավելացրեց։ Կարճ ասած, Ժորժ ջան, այն ինչ մենք տեսնում ենք, արդեն շատ լուրջ է, բայց պատկերացրեք ինչեր կան, ինչ վտանգներ կան, որոնք մենք չենք տեսնում, բայց Նիկոլենք, որ ի դժբախտություն հայ ժողովրդի պետության ղեկին են, տեսնում են այդ մոտեցող ճգնաժամը։ Ինչքան լուրջ բան կա, որ մեզ համար դեռ տեսանելի չէ, բայց իրենց համար տեսանելի է ու գիտեն, ինչ է լինելու։ Մենք զգուշացնում ենք։ Սրանք ինչպես որ փորձանք են եղել մեր գլխին, նույն կերպ շարունակում են փորձանք ու աղետ մնալ։ Մենք տեսնում ենք ոնց է մեր աչքի առաջ քանդվում մեր երկիրը իր ենթակառուցվածքներով, իր արտաքին կապերով, իր շուկաներով, իր ամեն ինչով։